Հայաստանի զինված ուժերում փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության գործունեությունը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, որոնք հաստատել են հոգևորականներն ու ընդդիմադիր պատգամավորները, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է ստորագրել, որով չեղարկվել է դեռևս 2000 թվականից գործող հոգևոր առաջնորդության ինստիտուտը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով չեղարկել է հանգուցյալ Վազգեն Սարգսյանի ժամանակվա որոշումը։ Մեկ պահ պատկերացրեք, Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունը։ Սուրեն Պապիկյանի որոշման հրամանի համաձայն փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը, հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է։ Իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։ Գնդերեսները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեսներ, որ 1997 թվականի հանգուցյալ Գարեգին Վեհափառի եւ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին։ Նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ գնդերեսներ, որոնցից զոհեր եղան 44-օրյա պատերազմում։ Երևանի կայազորային հոսպիտալի հոգևոր հովիվ Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը Նյուզեյմի հետ զրույցում հայտնել է, որ որոշումն արդեն դրվել է գնդերեսների սեղաններին։ Նրա փոխանցմամբ կառույցը լուծարվել է միակողմանի, առանց մայրաթոռի հետ որևէ քննարկման։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ։ Պաշտոնյաները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորանցմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, առանձնակի ուշադրություն դարձնելով նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանը։ Հանդիպման առանցքային թեմաներից է եղել այս տարվա մայիսին Երևանում նախատեսվող ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Արարատ Միրզոյանն ու Մարտակոսը վերահաստատել են հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը հիմնված ընդհանուր արժեքների եւ երկկողմ ռազմավարական առաջնահերթությունների վրա։ I call now Mr. Hayk Mamidjanian. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթը սկսել է խորհրդանշական լռությամբ։ Պատգամավորներին փոխանցելով այն զգացողությունը, որն ունեն հայերը, երբ սպասում են միջազգային հանրության արձագանքին, բայց նրանք լռում են։ Պատգամավորը խստորեն քննադատել է միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, շեշտելով, որ հայ-առաքելական եկեղեցու վրա հարձակումներին, 4 եպիսկոպոսների 6 ամսյա կալանքին եւ եկեղեցուն աջակցող ազգային բարերարի ձերբակալությանը միջազգային հանրությունը արձագանքում է լռությամբ։ Nikol Pashinyan is attacking Armenian Apostolic Church. Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով եւ ուժով, լռություն։ Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են, լռություն։ Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն եւ դրա համար ձերբակալվում, լռություն։ Մենք նախաձեռնում ենք իմպիչմենթի գործընթաց եւ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է, լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին եւ մի ամբողջ լրատվական գործակալություններին, լռություն։ Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում եւ վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ 3 նրան դատարան են բերել անվասայլակով, լռություն։ Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել։ Քաղաքապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես Իլհամ Ալիևի։ Իմ ավելի քան 50 հայրենակիցներ Հայաստանում զրկված են ազատությունից իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են։ Are in jailed in Baku just because they are Armenians. Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել Թրամփի ուղու հնարավոր միացման տարբերակները, հիմնվելով ռուսական երկաթուղիների մեծ փորձի վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ, քննարկելու Թուրքիա եւ Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերանորոգման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Միևնույն ժամանակ Զախարովան հայտարարել է, որ նախաձեռնությունը դեռևս սկզբնական փուլում է, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր մանրամասները։ В силе остается наше предложение Երևան։ Մենք չենք իմանում ինչ փունջ են ներարկել երեխային։ Հոգեմ ենք։
Զինծառայողի ընտանիքի բողոքից հետո մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ։ Զինվորի տատը ավելի վաղ աղազանգել էր, որ հոսպիտալում տղային ստիպողաբար հոգեմետ դեղեր են տալիս ու չեն ապահովում հոգեբանի հետ խորհրդատվություն։ ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել հոսպիտալի ղեկավարության հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել զինվորի հետ։ Միայն ՄԻՊ աշխատակիցների միջամտությունից հետո զինվորը ստացել է հոգեբանական աջակցություն եւ տեղափոխվել առանձին պալատ։ Զինծառայողի տատի խոսքերին ավելի վաղ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը ու հայտնել, որ զինծառայողը հետազոտվել եւ բուժվում է հոժարակամ։ Նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվել։ Դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։ Երևանում խցանումների խնդիրը շարունակում է մնալ ծայրահեղ մտահոգիչ քաղաքացիների համար, ցույց են տալիս Գալուփի հարցման արդյունքները։ Հարցված քաղաքացիների 82%-ը կարծում է, որ խցանումները ավելացել են։ Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում քաղաքացիներն առաջին հերթին առանձնացրել են նոր ավտոբուսների ներմուծումն ու տրանսպորտային համակարգի թարմացումը՝ մոտ 17%։ Որպես դրական քայլեր նշվել են նաև ասֆալտապատումը 12.5%, աղբահանության կազմակերպումը 16%, բակերի ու այգիների բարեկարգումը շուրջ 10% եւ կանաչապատումը 7.7%։ Այդուհանդերձ հարցվածների 26.6%-ը նշել է, որ որևէ դրական տեղաշարժ չի նկատել։ Դուք ունեք ձեր դիմացի մայթերը։ مذاکرات دور ششم هم قرار گذاشته شد. Եվրամիության անդամ երկրների զինված ուժերը Իրանը ճանաչել է ահաբեկչական կառույցներ, հայտնել է երկրի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Սա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական խմբավորումների ցանկում ավելացնելու Եվրամիության պատասխանն է։ Եվրոպական այն երկրների բանակները, որոնք մասնակցել են կորպուսի դեմ Եվրամիության վերջին որոշմանը, կճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ։ Հետևաբար այդ գործողությունները ձեռնարկած երկրները պետք է ընդունեն իրենց որոշումների հետևանքները, շեշտել է նա։ Եվրամիությունը սահմանափակումներ է կիրառել Իրանի ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի եւ ուժային կառույցների այլ պաշտոնյաների նկատմամբ։ Այս ամենին զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ Իրանին հասանելի են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանը հայտարարել է Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսում խոշոր զորավարժությունների մեկնարկի մասին։ Իրանի ռազմածովային ուժերին կմիանան Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմանավերը։ Մեր անցյալի փորձը մշտապես ցույց է տվել, որ ԱՄՆ-ն երբեք բարեխիղճ չի գործել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայում։ Այնուամենայնիվ Իրանը պատրաստ է դիվանագիտական բոլոր գործընթացներին։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացին, որը կլինի օրինական, ռացիոնալ, արդար եւ մեր օրինական իրավունքները հարգող, ասել է նա։ İran'ın iç meselelerini Համատեղ ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ իրենք բոլոր գործընկերներին փոխանցել են դեմ են Իրանում ցանկացած ռազմական գործողության։ Նախարարի խոսքով Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին Իրանի վրա ռազմական հարձակում իրականացնել։ sizin İran halkı tarafından Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խնդրել է մինչև փետրվարի 1-ը դադարեցնել Կիևի վրա հարվածները, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ It's much colder in Ukraine to start off with. Ուկրաինայում սաստիկ ցուրտ է։ Պուտինը համաձայնեց անել դա։ Մենք շատ բարձր ենք գնահատում։ Սա սարսափելի դաժան պատերազմ է։ Would anybody else have anything? Թրամփի խոսքով շատերն ասել են Պուտինին զանգելն անիմաստ է, քանի որ նա չի տա դրական պատասխան։ Վերջին օրերին Ռուսաստանի հարվածների պատճառով միլիոնավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից եւ ջեռուցումից։ Պորտուգալիայում ավելի քան 290,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Պատճառը հունվարի 28-ին տեղի ունեցած Քրիստինա հզոր փոթորիկն է, որը վնասել է էլեկտրացանցերը։ Երկրում ամենաշատը տուժել է Լեյրիա շրջանը։ Մի շարք բնակավայրերում սպասվում է ուժեղ քամի, անձրևի եւ ձյան տեղումներ։